Միացյալ Նահանգները եւ Իրանը նախնական համաձայնություն են ձեռք բերել, որը նախատեսում է պատերազմի ավարտ, ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակման դադարեցում եւ Հորմուզի նեղուցի վերաբացում։ Կողմերը փոխըմբռնման հուշագիր կստորագրեն Շվեյցարիայում հունիսի 19-ին։ Ըստ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի պատերազմը եւ ռազմական գործողությունները անմիջապես եւ վերջնականապես դադարեցվում են բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում։ Մանրամասներ հուշագրից չեն հրապարակվել։ Թրամփը նշել է, որ համաձայնագիրը խաղաղություն եւ անվտանգություն կբերի ամբողջ տարածաշրջանին։ Նա թույլատրել է բացել Հորմուզի նեղուցը առանց տուրքերի։ Աշխարհի նավեր, միացրեք շարժիչները, թող նավթը հոսի, գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։ JD Vance-ն էլ հայտարարել է, որ այս համաձայնությունը կարևոր պահ է ԱՄՆ-ի համար եւ դրանով կվերանա Իրանի միջուկային սպառնալիքը։ Նրա խոսքով այն հիմնովին կփոխակերպի Մերձավոր Արևելքը առաջիկա 50 տարվա ընթացքում։ ԱՄՆ նախագահի դեսպան Սի Ուիտքոֆի եւ ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների այցը Ռուսաստան կկայանա մոտ ապագայում, հայտարարել է Լավրովը։ Պուտինի օգնական Ուշակովը հայտարարել է, որ մենք սպասում ենք պարոն Ուիտքոֆի եւ պարոն Քուշների եւս մեկ այցին մոտ ապագայում։ Իհարկե, մենք կսպասենք, որ նրանք տեղեկացնեն այն մասին, թե ինչպես են ամերիկացիները պլանավորում իրականացնել համաձայնագրերը, հիմնվելով բացառապես իրենց առաջարկության վրա։ Լրագրողներին ասել է Լավրովը։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի առաջնորդները հայտարարել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու իրենց պատրաստակամության մասին ի պատասխան նրա միջուկային ծրագրի վերաբերյալ զիջումների։